քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի։ Մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրություն փոխելու նոր պատճառաբանություն է հնչեցնում։ Հիմա նրա բնորոշմամբ խայտառակ վիճակում գտնվող արդարադատության հարցն է հրատապ։ Օրգանական պրոբլեմ կա։ Այդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից։ Իշխող ուժը շատ կարևորում է երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը։ Հերիքա բանի ժողովրդի ներվերը ինչքան կարելի է քայքայել։ Փաշինյանն ու իր թիմը 8 տարի է Հայաստանում իշխանության են։ Ինչու չեն արել այդ փոփոխությունները։ Այս հարցը վարչապետն ինքն իրեն էլ տվեց եւ անմիջապես պատասխանեց։ Որովհետեւ դա առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չի։ Կներեք, նոր սահմանադրությամբ ընդունվում։ Սահմանադրության փոփոխություններով էլ հնարավոր չի։ Հայտարարեց վարչապետը, որի SMS-ով դատարանների անկախությունը երաշխավորող բարձրագույն դատական խորհրդի նախագահն է հրաժարական տվել, իսկ դա ընտրովի պաշտոն է։ Նոր սահմանադրության փոփոխության պահանջը, ինչքան էլ ինքը փորձի դա տեղափոխել այլ դաշտ, գալիս է Բաքվից։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, սահմանադրություն փոխելու ներքին պահանջ չկա, եւ վարչապետի այսօրվա փաստարկն էլ միայն Բաքվի պահանջը քողարկելու փորձ է, իսկ արդարադատության վատ վիճակը Փաշինյանը սահմանադրության հետ է կապում, քանի որ ըստ Ռուստամյանի ուզում է ել ավելի խորացնել ընտրովի արդարադատությունը։ Այսինքն սահմանադրությունն է մեղավոր, որ այսօր դատավորները կատարում են քաղաքական պատվերներ։ Օրինակ նույն Սամվել Կարապետյանը, նույն, ինչի՞ մասնող։ Մարդն ասում է, թող գա, երկու բառ ասի, որ ես իմանամ ինքը ինտելեկտուալ անձնավորություն։ Երկու բառ ասես բռնեցիք այդ մարդուն։ Մի փոքր այլ դիտանկյունից մոտենամ։ Վերջին 2 տարում նոր սահմանադրության նախագիծ մշակելու հանձնարարականից հետո Փաշինյանը մայր օրենքը փոխելու ամենատարբեր պատճառաբանություններն է բերել։ Նախորդ հանրաքվեների արդյունքները լեգիտիմ չեն, գործողը չի նպաստում Հայաստանի մրցակցությանը տարածաշրջանում։ Մեր գործող սահմանադրությունները սկսած 1995 թվականից առնվազն լրջագույն հարց են թողել, արդյոք դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ։ Վերջին փաստարկն այն էր, որ գործող սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղումը կոնֆլիկտածին է։ Ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի պայմանով, եթե փոխվի մայր օրենքը։ Բաքուն մասնավորապես այնտեղ չի ուզում տեսնել Ղարաբաղի մասին հիշատակում պարունակող անկախության հռչակագրին հղումը։ Ադրբեջանի կարծիքով այն իր նկատմամբ տարածքային պահանջ է։ Վարչապետն այսօր չհստակեցրեց, մինչև ընտրություններ նախագիծը կհրապարակվի, թե ոչ։ Նրա թիմակից ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց, փորձելու են հանրայնացնել։ Ակնկալում ենք մեր քաղաքացիներից ստանալ սահմանադրական մեծամասնություն եւ ասում ենք, որ ընտրություններից հետո գնալու ենք սահմանադրական նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի եւ կարծում եմ քաղաքական իմաստով լավ կլինի, որ ստացվի այնպես, որ մենք հաջողենք մեր աշխատանքներում եւ ստացվի տեքստը հրապարակել մինչեւ ընտրություններ, բայց կրկնում եմ, մենք աշխատանքային փուլում ենք գտնվում, դրա համար ես չեմ կարող այս բանին կանխատեսումներ, ժամկետներ եւ հաստատապես որևէ բան ասել։ Մինչդեռ տարեսկզբին սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նախագահող արդարադատության նախարարն ասել էր, թե նոր սահմանադրության տեքստը մարտին հրապարակման ենթակա կլինի։ Հանրաքվե նախատեսում են անցկացնել հունիսի 7-ի ընտրություններից հետո։ Նախքան այդ խորհրդարանը պետք է ընդունի նախագիծը հանրաքվեի դնելու որոշում, որտեղ պարզ մեծամասնությունը բավարար չէ։ Նիկոլ Փաշինյանի ուժին բացարձակ մեծամասնություն է պետք։